Ամեն առավոտ լերը ճգնավոր խուստուփ անունով աղոթք է ասել իմ սնարի մոտ, ու ես սնվել եմ նրա մրմունջով, զորացած որպես հոգի ուխտավոր։ Հայրենիքի բնությունն է ինձ ուրջ տվել ու զորացրել, շունչ ու ազատություն տվել։ Ծառն իմ օրորոցն էր, հողը հայր ու մայր, լեռն ուսուցիչն էր, երկինքն էլ տունս։ Աստղերից սկսվեց ամեն ինչ։ Պարկում էի խուստուփի լանջին ու սպասում առաջին աստղերին, նրանց հայտնության հետ ձեռքերս ձգվում էին երկինք, տաքանում էին ափերս, ու հավաքած աստղերը կրկին նետում էի վեր, նայելով նրանց լուսեղեն ճախրանքին։ Այդ ճախրանքի մեջ ազատություն կար, որ ինձ թևեր էր տալիս, գլխապտույտ կար, որ խենթացնում էր ինձ, ճանապարհ կար, որ կամուրջ էր դառնում հոգու ու երկնքի միջև։ Նրանով էլ ես քայլեցի, բացելով իմ արահետը։ Ինձ կանչում էին ծառերը, նրանց նազանքում ուժ կար թաքնված, այդ ուժի ակունքներում մայր հողն է, գրկի մեջ ամուր պահած ծառերի արմատները։ Ծառերը վեր են ձգվում դեպի լույսի աղբյուրը, վերադարձնելով սեր ու ջերմություն։ Մարդն էլ արմատի ուժով հաստատուն է դարձնում իր գոյությունը հայրենյաց հողում։ Եդեմական է քո սկիզբը, հայ, ես տվեցի քեզ քար, ու դու նրանից հաց քամեցիր, տվեցի քեզ բառ, ու դու աղոթք հյուսեցիր, տվեցի խավար, ու դու լուսավորեցիր այն քո հոգով, ոգեղենի քո շունչը մնում է հաստատ Հայաստան աշխարհում։ Ես հսկում եմ ամբաղջանի քո ընթացքը, հաստատելով, որ ընտրյալները դուք եք ընտրյալները։ Ոչ մի փոթորիկ չի սասանելու այն եդեմական անկյունն աշխարհի, ուր դեռ խոնավ է հետքը տապանի, ուր դեռ ամուր է սյունահավատի։ Հավատում եմ երեք ճանապարհի՝ սիրո, հավատի և հոգու ճանապարհին։ Երբ տարիների բեռը շալակած անցնում ես կյանքի ճամփով փոշեպատ, մնում է լսել լոկ կանչը հոգու ու չվարանել ապրելուց առաջ։ Իմ նպատակը մարդկային հոգու բացահայտումն է։ Սովորաբար խոսելով հոգու մասին, այն ընկալվում է իբրև մի գաղափար, որ դուրս է երկրային կյանքից, ավելի շատ առնչվելով կրոնական ըմբռնումներին։ Եկել եմ այն համոզման, որ հոգին պետք է ճանաչել և մատուցել հենց երկրային կյանքում, մարդու կենդանության օրոք։ Իմ արվեստը միտված է նրան,
որ իրական կյանքում մարդուն մղի սեփական հոգու բացահայտմանը, որով և կբացահայտվի ինքը մարդը։ Մեզ դրված կյանքում մենք ժամանակ ունենք գտնել մեր հոգին և ճանաչել նրա արժեքը։ Այդ ճանաչողությունն է մարդուն դարձնում մարդ։ Հոգին էության արտացոլանքն է։ Եթե չկա հոգին, չկա նաև մարդը։ Օգտագործելով հոգու հնարավորությունները, մենք պահպանում ենք մարդկային տեսակի լիարժեքությունը։ Վայելելով հոգին, մերձենում ենք Աստծուն, հաստատելով, որ նրա ստեղծածների մեջ ամենակատարյալն ենք։ Մարդը հենց ինքը արվեստների արվեստն է։ Կյանքի ակունքում կա խորհուրդ խորին, որ ապրեցնում է գոյը երկրային, ուր տիեզերական ամբողջությունում միաձուլվում է հոգին մարդկային։ Մարդու իմ տարերքը ձիերն են, նրանց հետ եմ հասակարել Խուստոփի լանջերին, որ ականջ եմ դրել լեռան շնչառությանը, լսելով հավերժի կանչը։ Ես նայեցի ձիու աչքերի մեջ խորունկ, ու պատկերը տեսա իմ սեփական հոգու։ Ես զուլվեցի նրան հարազատի սրտով ու սլացանք ազատ, հեռու, հեռու, հեռու։ Վերելքների, վայրեջքների, վայելքների ու մաքարման իմ ողջ կյանքը ես ապրել եմ հանուն լույսի։ Հոգիս լցված նոր կարոտով հասնում եմ ես մոլորակին ու պահում եմ նրան գրկած։ Մատներիս տակ նրա դողից լույս է վառվում աստվածային այն խորհրդով անմեկնելի, որ կտանի ինձ երկնային վայելքների։